Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանարդ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1155-րդ օրն է։ Ձեզ համար կարճ, բայց նորից հագեցած եթեր եմ պատրաստել ռազմաճակատի եւ քաղաքական դաշտի կարևոր իրադարձությունների մասին։ Բայց քանի որ այսօր ապրիլի 23-ն է եւ բացի սովորական նորություններից ուզում եմ անդրադառնալ, թե ինչ միջոցառումներ են անցկացվել Ուկրաինայի հայ համայնքի կողմից հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, չնայած պատերազմական իրավիճակին։ Ուկրաինայի հայերը նշում են ցեղասպանության 110-րդ-ամյակը, ով ինչպես կարող է, բայց հավատացեք, որ մակարդակը միևնույն է շատ բարձր է։ Մեր ունկնդիրները, ովքեր երկար ժամանակ հետևում են մեզ, հավանաբար գիտեն, որ մենք ամեն տարի նշում ենք մեր հայկական հիշատակի օրերը, անկախ ամեն ինչից, ինչպես ասացի, ով ինչպես կարող է, այսինքն ամեն տեղական համայնք ինչ բյուջե ունի, ինչ հնարավորություններ ունի, ինչպիսի պատերազմական իրավիճակ է, այս ամենից է կախված ինտենսիվությունը, բայց բոլորը աշխատում են Ուկրաինայի բոլոր անկյուններում, իրենց մասնակցությունը ունենան այս կարևոր մեր ազգի համար երևի թե ամենակարևոր օրերից մեկը իրենց վերաբերմունքը ցույց տալու։ Ես ձեզ մեր էկրաններին ցույց կտամ Ուկրաինայի տարբեր քաղաքներում մեր պաստառներից մի քանիսը, որոնք նվիրված են հայոց ցեղասպանության հիշատակի օրվանը, բայց ամեն տարի հայ համայնքը հարյուրավոր պաստառներ է փակցնում։ Մեր երկիրը Ուկրաինան պատերազմի մեջ է 2014 թվականից, իսկ 2022 թվականից լայնածավալ պատերազմի վիճակում, բայց մենք հայ ենք, գիտենք թե որտեղից են գալիս եւ ինչու ենք պահպանում մեր ինքնությունը, մնալով Ուկրաինային հավատարիմ քաղաքացիներ, մենք հայկական ոգին չենք կորցնում։ Սովորաբար մենք աշխատում ենք մեր գործողություններով գլուխ չգովալ, քանի որ համահայկական օրակարգին հավատարիմ մնալով մենք ոչ ոքի ոչինչ չենք ապացուցում, մենք ուղղակի ապրում ենք մեր տանը, մեր հարազատ Ուկրաինայում եւ չենք մոռանում մեր հարազատ Հայաստանը, համայն հայության երկիրը, հայրենիքը։ Ինչպես միշտ Ուկրաինայի հայերի միության կենտրոնակայանի հետ համաձայնեցված տեղեկատվական արշավ է անցկացվում Ուկրաինայի բոլոր հայ համայնքների կողմից, Ուկրաինայի քաղաքներում կարելի է տեսնել հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառներ, երախտագիտության ուղերձներ Ուկրաինային Օսմանյան կայսրությունից փախած հայերի համար երկրորդ հայրենիք դառնալու համար, եւ մենք սգում ենք Ուկրաինայի ժողովրդի հետ, ով նույնպես վերապրել է սեփական ցեղասպանությունը Հոլոդոմորը։ Թեև փորձագետների կարծիքով այն ինչ որ այսօր անում է Ռուսաստանը Ուկրաինայում, արդեն իսկ նոր ցեղասպանություն է ուկրաինացի ժողովրդի նկատմամբ։ Ուկրաինայի մարզերում, որտեղ հնարավոր է, տեղի համայնքները կլոր սեղաններ կամ դասախոսություններ են անցկացնում, տարբեր լեկցիաներ նվիրված հայոց ցեղասպանությանը, իրադարձությունները լուսաբանվում են համայնքային եւ ուկրաինական լրատվամիջոցներում։ Այս տարի ավանդաբար Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում կկատարվեն աղոթքներ, իսկ Կիևում նախատեսվում է ավանդական ընդհանրական աղոթք քաղաքի կենտրոնում գտնվող հայկական խաչքարի մոտ հայ եւ այլ եկեղեցիների հոգեվորականների մասնակցությամբ։ Վստահ եմ, որ Կիև այցելած մեր հայրենակիցները շատերն են հասցրել տեսնել հայկական խաչքարը, ինչպես ասացի, այն գտնվում է քաղաքի կենտրոնում։ Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը մեզ տեղեկացրեց, որ այս տարի միասնական այդ ընդհանրական աղոթքը, ինչպես միշտ կառաջնորդի հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովանիսյանը։ Նախքան եթերի հիմնական թեմաներին վերադառնալը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեկնաբանություններում ձեր բարի խոսքերի, լայքերի եւ մեր եթերները տարածելու համար, շատ շնորհակալ եմ ձեզ։ Իդեպ այսօր ուզում եմ խնդրել, որ օգնեք բարձել, թե ինչքան թշնամի է դիտում մեր հեռարձակումը, եկեք բոլորս մի վարքյան տրամադրենք, դնենք լայքի եթերին եւ վերջում կհաշվենք, կտեսնենք, թե ինչքան լայք կհավաքի եթերը եւ դիտումների քանակից կհանենք լայքերը եւ կպարզենք թե ինչքան թշնամի է թաքուն դիտել մեր եթերը։ Պարզ է, որ թշնամիները չեն լայքելու եւ այսպես համ լայքերը կշատացնենք եթերի տակ, համ թշնամիների թիվը մոտավորապես կիմանանք։ Խաչքարից խոսեցի, հիմա ձեզ խաչքարն էլ ցույց տամ եւ հավելեմ, որ միջոցառումը վաղը տեղի կունենա ժամը 17-ին Կիևի ժամանակով։ Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ տասնյակ տեղական խորհուրդներ տարածաշրջանային, շրջանային եւ քաղաքային ճանաչել են հայոց ցեղասպանությունը Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի եւ տարածաշրջանային հայկական համայնքների համագործակցության արդյունքում, սա զուտ տեղեկացնելու համար եմ ասում,
Մենք մեր գործողություններում սովորաբար ոչ ոքի չենք նայում կամ համեմատվում, Ուկրաինայում մեր համայնքը կազմակերպված գոյություն ունի ավելի քան 11 դար, իսկ այն օրվանից ինչ Ուկրաինայի հայերի միությունը ղեկավարում է Վիլեն Շատվորյանը, համայնքային կյանքը փոխվել է ստանալով հզոր ազդակ։ Իսկ հիմա ինչպես միշտ սկսենք ռազմաճակատի նորություններով, վաղուց նման կարգի ուրախ լուրեր չկար, Ռուսաստանում կարևոր զինվորական պահեստներ են պայթել, ինչպես ասաց մեր լավ ծանոթ ուկրաինացի լրագրող Ռոման Ցիմբալյուկը, Պուտինի հրթիռները որոշեցին չթռչել դեպի Ուկրաինա, տեղում պայթեցին, 3 արդյունավետ օրեր մեզ համար, դուք հավանաբար արդեն տեսել եք և Սանկտ Պետերբուրգի և Վլադիմիրի մարզից այդ կադրերը մեր տելեգրամյան ալիքում, ասեմ, որ կադրերը տպավորիչ են, ովքեր չեն տեսել անպայման դիտեք, պայթյունները տեղի են ունեցել Մոսկվայի արևելքում գտնվող Կիրժաչ քաղաքի մոտ, Ռուսաստանի մայրաքաղաքից 100-ից 130 կիլոմետրի վրա, ըստ որոշ տեղեկությունների, այնտեղ պահվել են հրետանային արկերի զգալի պաշարներ, տարբեր տեսակի հրթիռներ, այդ թվում Իսկանդեր.U, Կինժալ, Պանցիր S1, S300, S400 համակարգերի հրթիռներ, ինչպես նաև Գրադ, Սմերչ և Ուրագան համակարգերի համար հրթիռներ, զինանոցում պահվող զենքի ընդհանուր ծավալը գնահատվում է մոտավորապես 105,000 տոննա, ուկրաինական հետքի մասին ռուսները դեռ չեն խոսում, տարօրինակ է, չէ՞, սովորաբար ինչ լինում է, անմիջապես ուկրաինական կողմի վրա են գցում, դա չանելը երևի թե մանրաժից է կամ պարզապես ամաչում են իրենց անճարությունից, նման կարգի պահեստ կորցնելը իհարկե չի կարող իր հետքը չթողնել ռուսական բանակ կոչեցյալի հնարավորությունների վրա, այսօրվա գիշերվա Պուտինի տերորը նպատակ ուներ ցույց տալ, որ իբր նախկին Ռուսաստանը միևնույն է հզոր է, չէ որ կան մտավոր հետամնացներ, ովքեր դեռ հավատում են Պուտինին, ովքեր տեղյակ չեն, ասեն, որ Ռուսաստանի Վլադիմիրի մարզում զենքի մեծ զինանոց է պայթել, ինչը հանգեցրել է արտակարգ դրության և մոտ 10 բնակավայրերի բնակչության արտահանման։ Դեռևս սպասում ենք Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարությանը Ռուսաստանի տարածքում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ կոմպետենտ մարմնից մանրամասներ ստանալու ակնկալիքով, Սանկտ Պետերբուրգում բռնկված հրդեհի պատճառները նույնպես դեռ չեն հաղորդվում։ Նախօրեին Ուկրաինայի պաշտպանության ուժերը Կուրսկի մարզում ոչնչացրել էին անգարներ, որտեղ ռուսական բանակը թաքցրել էր S400 զենիթահրթիռային համակարգ, հարվածի հետևանքով վնասվել են համակարգի գրեթե բոլոր բաղադրիչները, հրամանատարաշտաբային մեքենան, ռադիոտեղորոշիչ կայանը և 2 արձակման կայան։ Բացի այդ, ոչնչացվել են Տրիումֆի կողմից օգտագործվող 6 կառավարվող հրթիռներ, յուրաքանչյուր նման հրթիռի արժեքը կազմում է մոտ $1 միլիոն, ոչնչացված հրամանատարաշտաբային մեքենան արժե մոտ $500,000, ոչնչացված արձակման կայաններից յուրաքանչյուրը ևս $10 միլիոն, ռադարի գինը չի բացահայտվում, սակայն այն համակարգի ամենակարևոր և թանկ մասն է, խոցված համակարգի։ Այսպիսով, քայլ առ քայլ ոչնչացվում է Պուտինի ռազմական ներուժը, որն օգտագործվում է խաղաղ ուկրաինացիներին սպանելու համար։ Բելգրադի մարզում, որտեղ ուկրաինական ուժերը ճեղքում էին գրանցել, ռուս գրոհային ստորաբաժանումների զանգվածային փախուստ է գրանցվել, հավանաբար չեն ուզում թնդանոթի միս դառնալ, այս մասին հենց ռուսական տելեգրամյան ալիքներն են տեղեկացնում։ Իմիջիալից խոշոր պարտություն կրեցին ռուսները օրերս նաև Զապորոժիայի ուղղությամբ, ռուսական 5 մեծ շարասյուն էր ոչնչացվել նոր գրոհ սկսելու փորձի ընթացքում, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 144 մարտական բախում, ուկրաինական ավիացիան, հրթիռային ուժերը և հրետանին հարվածել են 19 տարածքների, որտեղ կենտրոնացած էին ռուսները, նրանց սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ 2022 թվականի փետրվարի 24-ից հակառակորդի ընդհանուր մարտական կորուստները կազմել են 944,270 զավթիչ, վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինացի պաշտպանները ոչնչացրել են ևս 1210 ռուս զավթիչների և ավելի քան 400 միավոր զինտեխնիկա, ավելի ստույգ 408 միավոր։ Ռազմաճակատում խայտառակ պարտությունից գլուխները կորցրած Պուտինի զորքերը կրկին հարվածներ հասցրեցին Ուկրաինայի խաղաղ քաղաքներին այսօր գիշեր, երևի թե քարոզչության համար պատկեր ստանալու համար,
Գաղտնիք չէ, որ ռուսները հարվածելով խաղաղ քաղաքներին փորձում են իրենց այլասերված տրամադրությամբ իբր պահպանել հավասարակշռությունը եւ թույլ չթվալ աշխարհի աչքին։ Պուտինը անձամբ փորձեց արդարացնել Սումիի խաղաղ բնակիչների սպանդը իրենց ստերով, հավանաբար արդեն տեղյակ եք, այս քարե դարի մարդիկ այդպես էլ չհասկացան, որ 21-րդ դարում աշխարհից բան թաքցնելը առաջվանը չէ։ Ցավոք, Պուտինյան ռեժիմի մանիակալ բռնություններից շարունակում են տուժել խաղաղ ուկրաինացիները, ինչպես երեկ Օդեսայում, Խարկովում, Պոլտավայում, Խերսոնի եւ Կիևի մարզերում։ Ինչ վերաբերում է ուկրաինական կողմի առաջադրանքների կատարմանը, ապա մեր հանդիսատեսն ավելի մանրամասն կարող է տեսնել մեր տելեգրամյան ալիքում։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չեն կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր տելեգրամյան ալիքում։ Համաշխարհային լրատվամիջոցները շարունակում են լեցուն լինել Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ Լոնդոնում սպասվող բանակցությունների մասին վերնագրերով եւ հոդվածներով, կոչ եմ անում մեր լսարանին չխճճվելու համար ժամանակ չկորցնել ամենատարբեր լրագրողական գրությունները կարդալու վրա, այլ պարզապես հետևել պաշտոնական հայտարարություններին, որոնք մենք հետևաբար հրապարակում ենք մեր տելեգրամյան ալիքում եւ խոսում այստեղ YouTube-ում։ Չէի ուզենա շատ երկարացնել եթերը, մաղթում եմ ձեզ լավ երեկո եւ շուտով կտեսնվենք։